Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Քո առաջին սերը թողել ես Հայտնություն 2:4 Հավերժ պետք է հիշել այն լավագույն և ամենապայծառ պահերը, երբ մենք առաջին անգամ տեսանք Տիրոջը, կորցրեցինք մեր բեռը, ստացանք նրա խոստումը, ցնծացինք կատարյալ փրկությամբ և խաղաղությամբ շարունակեցինք մեր ճանապարհը։ Ինչ գարուն էր մեր հոգում, ձմեռը մնացել էր անցյալում, Սինայի որոտմունքի ձայները լռել էին, կայծակներն այլևս չէին նկատվում, Աստված հաշտություն էր կնքել, օրենքն այլևս վրեժխնդրությամբ չէր սպառնում, արդարությունը պատիժ չէր պահանջում, այդ ժամանակ ծաղիկներ հայտնվեցին մեր սրտում, հույսը, սերը, խաղաղությունն ու համբերությունը լցրեցին մեր ներսը, ապաշխարության հակինթը, սրբության ձնծաղիկը, ոսկե հավատքի քրկմածաղիկը, վաղ սիրո նարգիզը զարդարեցին հոգու այգեստանը, թռչունների դայլայլի ժամը եկավ, և մենք գոհությամբ ցնծացինք, մենք մեծարեցինք մեր ներող Աստծո սուրբ անունը և մեր սրտում որոշում կայացրեցինք. Տեր, ես քոնն եմ ամբողջությամբ քոնը, ես իմ ողջ էությունը և այն ամենը, ինչ ունեմ, քեզ եմ ընծայում, դու քո արյունով ես գնել ինձ, թող իմ անձն ամբողջությամբ նվիրվի քեզ ծառայելուն, թե կյանքի, թե մահվան մեջ թող ես սրբված և առանձնացված լինեմ քեզ համար, իսկ որքանով ենք մենք պահել մեր որոշումը, մեր ամուսնական սերը վառվում էր Հիսուսի հանդեպ հավատարմության սուրբ կրակով, արդյոք այն նույնն է հիմա, արդյոք Հիսուսը չէր ասի մեզ, քո դեմ այս ունեմ, որ քո առաջին սերը թողել ես, Հայտնություն 2:4, ավաղ մենք շատ քիչ բան ենք արել մեր Տիրոջ փառքի համար, մեր ձմեռը չափից ավելի երկար է տևել, մենք սառույցի պես սառն ենք, երբ պետք է զգանք ամառվա ջերմությունն ու սուրբ ծաղիկների զարթոնքը, մենք գրոշներ ենք տալիս Աստծուն, երբ նա արժանի է ոսկու, ավելին, նա արժանի է, որ մենք մեր ամբողջ սիրտը նվիրաբերենք իր ճշմարտությանն ու եկեղեցուն ծառայելուն, և հիմա ինչպես ենք պատրաստվում շարունակել, ով Տեր, այն բանից հետո, երբ դու այդքան առատորեն օրհնեցիր մեզ, միթե մենք կարող ենք անշնորհակալ և անփույթ գտնվել քո արած գործի հանդեպ, Ո բորբոքիր մեզ, որ կարողանանք վերադառնալ մեր առաջին սիրուն և անել մեր առաջին գործերը, մեզ կենդանարար գարուն ուղարկիր, ով արդարության արեգակ։